Հավանականությունը, որ Ֆրանսիայի հաջորդ նախագահի անունը կլինի Էմանուել Մակրոն, վերլուծաբանները բավական բարձր են գնահատում։ 15 օրից ես պատրաստվում եմ դառնալ Ֆրանսիայի նախագահը։ Այսպես է սկսել իր հաղթական ելույթը Ելիսեյան պալատի ղեկավարի 39-ամյա թեկնածու Էմանուել Մակրոնը անուն առ անուն շնորհակալություն հայտնելով իր բոլոր մրցակիցներին, բացառությամբ Մարին Լը Պենի։ Նատալի Արտո, Ֆրանսուଆ Ասլինո, Այս պահից սկսած ես պետք է համախմբեմ բոլոր ֆրանսիացիներին։ Հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարարը, կոչ անելով աջ ու ձախ ճամբարների քաղաքական գործիչներին համալրել իր աջակիցների շարքերը։ Այսպիսով Ֆրանսիայի 5-րդ հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ ոչ սոցիալիստները, ոչ աջակենտրոն գործիչները երկրորդ փուլ չանցան։ Ինչպես նշում են վերլուծաբանները, ընտրողների գլխավոր խնդիրը ազգայնական Մարին Լը Պենի առաջխաղացումը կանխելն է և Էմանուել Մակրոնի վերջնական հաղթանակը ապահովելը, քանի որ Լը Պենի գլխավոր նպատակը Ֆրանսիան Եվրամիությունից դուրս բերելն է, ինչը շատ մեծ ցնցումներ կարող է առաջացնել երկրում և ամբողջ Եվրոպայում։ 11 թեկնածուներից ընտրապայքարը շարունակող Մակրոնն ու Լը Պենը գրեթե տրամագծորեն հակառակ դիրքորոշումներն ունեն երկրի համար առաջնային մի շարք հարցերում։ Առաջինը հանդես է գալիս Եվրամիության և միջազգային ազատ առևտրի օգտին, մինչդեռ երկրորդը դեմ է գլոբալիզացիային, ավելին խոստանում է փակել դռները մահմեդականների առջև, արգելել մզկիթների գործունեությունը երկրում ու վտարել բոլոր ապօրինի միգրանտներին։ Անկուսակցական թեկնածու Մակրոնին, ով նախկինում երբեք չէր մասնակցել որևէ ընտրապայքարի, հաջողվել է հսկայական աջակցություն ստանալ մասնավորապես երիտասարդների շրջանում, հիմնականում զարգացող քաղաքային շրջաններից։ Ինչ վերաբերում է Լը Պենին, ապա նրա ներկայիս արդյունքը թե հաջողություն և թե ձախողում է։ Մի կողմից նա կարողացել է ստանալ ավելի շատ ձայն, քան իր հայրը Ժան-Մարի Լը Պենը 2002 թվականին, մյուս կողմից նրա կուսակցությանը չհաջողվեց երկրորդ փուլ մտնել որպես ամենածանրակշիռ քաղաքական ուժ։ Ելույթ ունենալով աջակիցների առջև երեկ Լը Պենը կոչ էր արել մեջբերում բոլոր իրական հայրենասերներին, անկախ այն բանից, թե ում օգտին են քվեարկել առաջին փուլում, մայիսի 7-ին իրեն աջակցել։ Դա է պահանջում մեր երկրի գերագույն շահը, զոհասեղանին է դրված Ֆրանսիայի ապագան, հայտարարել է մասնագիտությամբ իրավաբան 48-ամյա Լը Պենը, ում օգտին են քվեարկել հիմնականում Ֆրանսիայի նախկին արդյունաբերական շրջանները, որոնցում գործազրկության բարձր տոկոս կա և մեծ հիասթափություն ժամանակակից սոցիալ-տնտեսական կարգից։ Ժամանակն է Ֆրանսիայի ժողովրդին ազատագրել ամբարտավան վերնախավից, որը թելադրում է իր կամքը, և այո, ես եմ ժողովրդական թեկնածուն, հայտարարել է ազգայնական գործիչը։